Բարև ընկերներ, պարզվում է Նիկոլ Փաշինյանի սրտի համայնքապետը դեմքին ժպտում է հետևից հայհոյում։ Այսօր կհրապարակեմ հետաքրքիր ձայնագրություն։ Շատերի կողմից սիրված սկանդալային թողարկումն է մեզ այսօր սպասվում։ Շնորհակալ եմ վստահության եւ աջակցության համար։ Մենք ի սկզբանե սահմանել ենք նշաձող, որ չենք հայհոյելու։ Դա մի արատավոր երևույթ է, որը տանում է շատ վատ տեղ։ Մարդիկ միմյանց հայհոյելու պատճառով իրար են սպանում, իսկ մենք ուզում ենք ապրել իրար հարգող հասարակության մեջ։ Երբ ես խոսում եմ տեղի ունեցող թալանից, ապօրինություններից, որոշ անձինք սկսում են թպրտալ, դա նորմալ է, քանի որ ազնիվ եւ արդար մարդուն մենք չենք անդրադառնում։ Ընկերներ, այս իշխանությունների ժամանակ մի տեսակ մոդա է դարձել իրենց քավորներին ուրանալը, իրենց տան անդամներին դավաճանելը, իրենց պաշտոնի նշանակողներին անտեսելը։ Բազմաթիվ անձինք կան, ովքեր հանուն պաշտոնի ուրացել են իրենց հարազատներին, բայց երբ մարդ հանուն պաշտոնի նման քայլի է գնում, ապա բնականաբար ուրանալու է նաև ներկայիս տերերին։ Ընկերներ, ըստ իմ մոտ հայտնված ձայնագրության, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը զբաղվում է հակաօրինական գործողությամբ։ Զբաղված են սալյարկա վաճառելով։ Խոսքը պետական բյուջեով ձեռք բերված դիզելային վառելիքի վաճառքի մասին է։ Նախ եկեք հասկանանք, ով է Մանվել Փարամազյանը։ Այսպես ասած, ընդդիմադիր հայացքներով համայնքապետ, ով ծաղկեփնջով դիմավորում էր Նիկոլ Փաշինյանի տիկնոջը։ Մանվելը 2017 թվականից հանդիսանում է Քաջարանի համայնքապետը։ Պաշտոնական տվյալներով ունի 1 բնակարան եւ 1 հասարակական նշանակության շինություն, բայց ձայնագրության մեջ խոսվում է նաեւ հանքավայրի մասին։ Ինչ բռնալից չեմ մանված գարիկը։ Սրող հիչ բռնան, որը տախր չես կարա, էլի դա ախպեր գուշ բուձև սալյարկա ծախելով, գարիկակ ինչ էին ամ ախպեր, կոմբինատ սալյարկա գողանում են ծախ։ Մանվելն էր դեմ մեջն է, ես ինձել էին զանգում ախպեր սալյարկա ուզող, սալյարկա ուզող։ Ախպեր սրող որդ է իչես միլիարդ, արասա միլիոնի բան չի, ախպեր միլիարդ է, արա։ Դու դրա շեբենի հանքը, կամացոները, էքսկավա Ընկերներ, իմ կարծիքով մեր իշխանությունների սրտի համայնքապետի մասին հրապարակված ձայնագրությունից հետո Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պետք է սյունեցիներին բացատրություն տա, թե ինչու են լռում ուժայինները։ Ռոբերտ Ղուկասյան, բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Պարոն մարզպետ, հիշում եք Սյունիքում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հայհոյանքներ հնչեցրած անձինք ենթարկվեցին պատասխանատվության, բայց որոշները ոչ միայն չեն ենթարկվել, այլ նաև ձեր հովանու ներքո բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Պարոն մարզպետ, խնդրում եմ ձայնագրությունում հնչող դիզ վառելիքի մասին խոսեք, բացատրեք սյունեցիներին, թե ինչ է դա նշանակում։ Ընկերներ, այսօրվա թեման միայն Քաջարանի համայնքապետը չէ։ Ես մի քանի օր առաջ անդրադարձ կատարեցի Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանին, հրապարակեցի իմ ձեռքին հայտնված տեսանյութ, ինչից հետո որոշ ճխլակավորներ սկսեցին իրենց լպիրշ պահել։ Անգամ ֆեյք էջով նամակ եմ ստանում, որտեղ առաջարկ է արվում ինձ, որպեսզի որոշակի գումարի դիմաց հեռացնեմ տեսանյութը։ Բնականաբար որևէ գումարով որևէ տեսանյութ չի հեռացվելու։ Եվ զգուշացում բոլորին, որ հանկարծ մտքերի ծայրերով չանցկացնեն, թե ես կարող եմ նրանց նման լինել, որ հանուն գումարի ամեն ինչ անեմ։ Իմ պարագայում չի գործում հատուկ հաստագլուխների համար զգուշացում, որ ցանկացած նման փորձը բերելու է հակառակ էֆեկտի։ Մի խոսքով, շատ չի երկարացնեմ, ինձ բազմաթիվ տեղեկություններ հայտնի դարձան Մեղրիի համայնքապետի մասին, ով չնայած քաղաքացիական պայմանագրի անդամ չէ, սակայն հոգով դարձել է այդ կուսակցության անդամ։ Ընկերներ, 2025 թվականին Նիկոլ Փաշինյանը այցելում է Մեղրի համայնք, նռնաձոր բնակավայր, որտեղ վարչապետի արարողակարգը ինչ-որ հանձնարարություն է տալիս համայնքապետ Խաչատուր Անդրեասյանին, ինչից հետո մեր սրտի համայնքապետը ահագին նեղվում է եւ նեղ սրտած սկսում է հայհոյել։ Չի թողում գնաց կողքով գժվել է մոմեդ вообще չի եկանում մոտը, որը գնում ես մոտը գայսն, ապա սկում մոտը մի ստեկա, արասը Գերջան, ես համայնքապետն եմ, մեր համայնքն է, ինչ խոսա, ինձ պետք է հարցնի, բայց ինձ կանեմ իրան պատասխան, ասում որ պետք կլինի կանսեպտ կգա, արաս նռնաձորը չտեսա, մոմեդ չի երևում, բայց որոք սիկտի բարակ Ձայնագրությունների չմոնտաժված տարբերակը տեղադրում եմ իմ տելեգրամյան ալիքում։ Այս ամենից հետո հարց է առաջանում, արդյոք նման պահվածքը նորմալ է ԿՊԱ-ականների համար։ Ի վերջո հայհոյանքը ուղղված է երկրի վարչապետին եւ իրանց կուսակցության ղեկավարին։ Տիկնայք եւ պարոնայք ԿՊԱ-ականներ,
Տեղյակ եմ, որ հետևում եք իմ տեսանյութերին, անգամ մեկ-մեկ սրտիկում, ապա հեռացնում։ Ձեր համար նորմալ է այս ամենը։ Խաչատուր Անդրեասյան, վստահեցնում եմ, եթե շարունակես քո ընկերների միջոցով պարզել, թե ով եմ ես, ավելի վատ ձայնագրությունների հայտ կգան։ Խելոք նստի, թող մեր սիրելի մեղրիցիները վայելեն։ Ուժային կառույցների ներկայացուցիչներ, հույս ունեմ շատ արագ կզբաղվեք այս անձանցով, քանի որ սրանք լուրջ սպառնալիք են մեր պետականությանը։ Վերջում հավելում. ով փորձ կատարի հայհոյի, ապա հաջորդ օրը վիրտուալ այց կկատարեն նրա տիրոջ մայրիկի բնակարան։ Այսօր այսքանը, հարգանքներով, ձեր հայը։ Ես ասիրուն սարքենք ասպալտ անենք։ Բարև եղբայր։ Արվի կարգոներ։ Ինչ կա չկա, ոնց է, ես ինչ շինարարություն է, ժողովուրդ։ Այս մանկապարտեզի շինարարությունն է, կառավարություն եւ համայն։ Մանկապարտեզ սարքում ենք, ճամփեն սարքում։ Ջուրում է, փեչում է։ Ջուրը։ Երկաթգիծը որ գնաց մեկ է ջուր չենք։ Երկաթգիծը գնի, Մագիստրալը գնում է երկաթգիծի։ խորհուրդը ջուրը Հայ, երկարգիծը հենց եկավ այդ ջուրը կտրելու է ու տենց մնալու են։ Տենք երկաթգիծին, բայց մոտ հարցը միշտ չլուծի։ Չի պետք է դեմրնեք երկաթգիծի, երկաթգիծը ըլնելը հլը դու ասա ըլնի։ Եղբայր մենք Միջև մեր հարցերը չլուծենք։ հլը մեծ Մագիստրալը չլինի։ Հլը մեծ շուրջը նայ, այ հլը մեծ այսինքն մենք սովորել ենք որ մենք սենց կտանենք, հա։ Ես եմ ստերես։ Դի Ամենավատ երկաթ- պայմաններում մենք գոյատևել ենք։ Մենք պետք չի մեզ գոյատևել, մեզ պետք է ապրել։ Տարբերությունը շատ հատեցնում։ Նկատի ունեմ երկաթգիծը մեզ վնաս չի բերելու, մեզ միլիարդների օգուտ է բերելու, մեզ անվտանգություն է բերելու, այս տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն եւ փոխադարձություն բեռնատարի արումը մեզ ահագին օգուտ կտա։ Որտեղ բեռները կբերենք, ասենք նույն Իրանից այդտեղ բաներ կսարքենք, ու տեսեք, որ մեր մոտ ասում են գները այդքան բարձր են։ Գիտեք, դա կապված է շատ հիմնական կապված է տրանսպորտային խնդրի հետ։ Անդադ տրանսպորտային բարդ բաներով են գալիս։ Բայց դե հիմա ստեղ ինչքան հող կա ընդհանրապես։ Գյուղի ընդհանուր ոռոգ բան մշակովի հողատարածքները 87 հեկտար է։ Իսկ Գումարած կոոպերատիվի հետ 150 հեկտար է։ պետությունը տվա Կոոպեր նռնաձոր կոոպերատիվ։ հələ մի բան ասեմ, հələ տեսեք կարող է ես լավ չեմ հասկանում, էլի։ Ասենք ենթադրենք հիմա արևային էներգիան կա։ Ասենք ենթադրենք այս սարերի վրա բաներ սարքենք, ջրամբարներ սարքենք, պուճուր։ Մեծ չէ, ինչքան կտեղավորվի։ Արևային էներգիայով ստեղ բաները դնենք ձեր մոտ, պանելները։ Նասոսներով ջուրը բարձանա վերև, այս դոշերում կտրենք կամած բաներ, տերասային այգիներ սարքենք։ Դա շատ խելագար միտք է, թե կարա լինի։ Այսինքն բերք Տեղեր ունենք այս հարավային լանջերին, էլի։ Չէ, կոնկրետ տեղ ունենք մեր ձորում, որ ջրամբարի համար մի 20 մետր լայնություն է, ինքը բնական ժայռի մեջ է։ Տակով չի գնում, լրիվ ժայռ է։ Ամբողջ ջուրը ինչքան տարածքում ցամաքում է, գալիս ատեղով հանը։ Այս տեղեր ունենք, որ կարելի է, երբ որ արդեն այդ վերևից սախկասոյի ջուրներ կա, այդ ջրամբարը կառուցեք։ Մի քիչ ջեր կար, որ մտածում եմ, ասենք 100 տարվա վրա, էլի։ Բացեն, որ մեր եղած հողերը պետք է 100% մշակենք, ստեղի կլիման ափսոս է, էլի։ Օրինակ, Այսինքն անասնապահության խնդիրներ կոնկրետ մենք ունենք։ Եղբայր, ես մի բան ազգային ասեմ, պարկը, անկեղծ։ Ասենք իմ կարծիքով այս տարածքում անասնապահությունը էֆեկտիվ չի, որովհետև ստեղ միլիոնների բերք կարելի է ստանալ։ Նուրի Չէ, էլի ինչ ասում եմ, դու ասում ես գոյատևել։ Դե լավ։ Պարոն վարչապետ, դե տենց կարելի է, հա։ Եթե դուք ուզում եք միլիոնների բերք ունենաք, ստեղ առաջի հերթին կարևորը ջուրն է։ Այդ է։ Հիմի ասեմ դուք իմանաք, մեր ջուրը գալիս է Մեղրու գետից։ Եթե երկաթգիծը կառուցվում է, առաջի հերթին այդ ջրի հարցը պետք է ոռոգման լուծվի։ Ամենաառաջի հերթին։
նոր երկաթգիծը կառուցվի։ ինչ կա։ Մենք երկաթգծի տեղով ա գալի խողովակ։ Խողովակը կտեղափոխեն, կամ տակով գնում, ասենք ճամփի տակով խողովակ չի։ Չէ, տակով չի գնում։ Հենց երկաթգծի մեջով ա գնում։ Քանդածա գցած գծի մեջ։ Այ Ժողովրդյան, եթե այդ երկաթգիծը սարքենք դա միլիարդների ծախսի մասին է, հիմա այդ տրուբեն չեն կարող լուծել։ Պարոն վարչապետ, այդ տրուբեն կարողա ձեր մարա փոքր բան ապրանք տեղափոխել կամ բայց մեր բար դա մեր հիմնական միջոցն է։ Եղբայր, ես ուրիշ բան 30 տարի թույլ կտակ ասել։ 30 տարի մենք ստեղ կյանք ենք խորտակել, որ հիմնենք այգիներ ու օրի այգիները ավելանում է, մարդիկ տնկիներ են դնում։ Լավ, ապա այդ ենք։ Ահա, դրա համար ռոռոկման ջուրն է մեզ պետք։ Իսկ եթե Եղբայր, ուրիշ սկզբից պետք է ռոռոկման ցանցը տեղափոխվի, նորեն մնացածն ուրիշ բան եմ ասում։ Ասում են, որ երկաթող են սարքի, այդ 250-300 միլիոն դոլարի ծախս է։ Այդ 250-300 միլիոն դոլարի ծախսի մեջ 10 միլիոն դոլար էլ ավել դնենք 20 միլիոն դոլար, որ ձեր ջրի հարցը դրա համար մենք ընդհակառակը դուք պետք է ասեք, որ այսքան փող մտնի ստեղ, այդքան փողի մեջ մի 5-10-15-20 միլիոն դոլարը դրա համար ձեզ նախորոք ենք ասեմ, որ դուք իմանաք, որ դուք անտեղյակ չնելով բերեն քանդեն, հետո մենք մատներներս, բերաններս մնանք 30 տարվա կրդինքն է հեչան։ Այդ ընդունեց չի կարող այդպես բան։ Երկրորդը։ Ես որ բարձրնի, ես երաշխավորում եմ չի կարող այդպես բան։ Ահա, всё։ Բացառված է, մոռացեք։ Դա եթե դու ժողովրդի մեջ ասում ես, ուրեմն քո խոսքի տերն ես։ Միանշան։ Դե Բա մեր խնդիրն են, որ ընդհակառակը, բա ես նոր ինչ էի ասում, չլսեցիք, ասում էի ընդհակառակը բերենք նասոսներով են վերևներ փուճուր տեղը ջուր ամբարենք, որ այս լանջերը սախ կանաչի, դու ասում ես այս երկրորդ հերթին։ Այնտեղ մենք ունենք ռոռոկման ցանցի հետ կապված, մի եթե այգիները մեծանում է, հերիք էլ է նասոսները հերիք էլ է։ Բայց երկու հատ էլ նասոս պետք է դրվի, որ դա մեր ուժերից վեր է։ Այսինքն որ ամբողջովին սկսվի ռոռոկվելը հերթականությունում։ Դա անցած տարի 3 տարի առաջ Կարմիր խաչը բերեց երկու հատ նասոս իր մոտորով, դրեցինք գոհենք, շնորհակալ ենք։ Բայց այնտեղ ունենք մենք տեղ, որ 4 հատ պետք է աշխատի։ Այսինքն գիշեր-ցերեկ։ Ես համաձայն եմ։ Եթե հնարավոր է այդ հարցին լուծում տված, որովհետև դա ջոյ մակարդակով չի, դա արդեն կոասած 10-20 միլիոնի չգիտեմ ինչի հարց է։ Ուրիշ բան եմ ասում։ Ես հիմա մտածում եմ, որ տեսեք, մեր մեծագույն ջրի հետ կապված ռոռոկման, մեր ջրի հետ կապված մեծագույն խնդիրը էլեկտրական հոսանքի փողն է։ Այսինքն էլեկտրական այդ արդյունաբերական էլեկտրական հոսանքարում ենք ջուրը մղում ենք, բայց պարտքավոր կուտակվում։ Հիմա իմ մտածածը ինչ է, ասում եմ տեխնոլոգիա կա, բերենք արևային պանելները շարենք, այդ արևային պանելների տերը դարձնենք համայնքին ասենք, բերենք մենք դնենք, նասոսներ դնենք, պանելներ դնենք, բայց տանք համայնքին ձեզ, որ հետագա սպասարկումը դուք ամբողջությամբ իրականացնեք։ Բացի այդ էլեկտրականությունը, հնի որ ջուրը գալիս է Մեղրուգետից, էլեկտրականություն պետք չի, այնտեղ մենակ սպասարկումն է։ Հնի որ մենք այդ ջուրը Մեղրուգետի չունենանք, այ հենց հիմա ջուր չկա Մեղրուգետում։ Եթե ջրամբարը սարքվածներ կլներ, ջուրը կլներ։ Հիմա դրա հետ կապված բան չասեմ, մի հատ մեր գործընկերներին հարցնեմ, որն է դրա լուծումը։ Եթե հնարավոր վարչապետ Արտակ ջան, կներես, պարոն վարչապետ, մենք ավելի լավ տարբերակ առաջարկենք արևայինի կոոպերատիվը, որ հիմնել ենք ու հիմա արդեն Ինչ կոոպերատիվ։ Լեռնաձոր գյուղատնտեսական կոոպերատիվ։ Արդարադատության նախարարության պատկանող հողերը, որ լավ, այդ հա, ես եմ պայմանը դրել, ասել եմ կոոպերատիվ կստեղծեք, պայմանը կդնենք։ Ձեր գործերը հեշտացավ ահագին։ Ալիքը կոոպերատիվի նախագահն է ներկայացրու արևային պանելների էսպային արվող աշխատանքը։ Պարոն Ղուկասյան։ Հա, բայց դա էլ չեք ասում, այդքան քանի հեկտար հող է կառավարության որոշմամբ, բացում եմ ինչքան հող մի հատ կես բերան չեք էլ ասում, այդ քրեակատարողականների հողերն ա եղել, տվել ենք ձեզ։ Շնորհակալություն ձեզ էլ պարոն Մարսպետին էլ այդ հողերը կոոպերատիվին տալու հետ կապված։
Դե մենք ակտիվ զորով աշխատում է ենք։ դուրս քաշում այդ բաները։ Մի հատ չեն ասի, այս հենց բան է կարեն, հենց բան է կարեն, հենց բան է կա։ Մանկապարտեզ ենք սարքում, պարոն Պապիկյան, ճամփա ենք սարքում, հողը տվել ենք, էսա մնացած կներես։ Դրա հետ կապված շնորհակալություն որ տվել եք, բայց մի քանի բացեր կա։ Նախ ժամկետի առումով տվել ենք վարձակալության 10 տարի ժամկետով, մենք էկոնոմիկայի նախարարության ծրագրերից չենք կարողանում օգտվենք այգին արագ հիմնելու համար։ Մեր միջոցներն էլ սահմանափակ է, որտեղ գյուղի 33 բնակիչ ընդգրկված են կոոպերատիվում ունեն սահմանափակ հնարավորություններ։ Մենք չենք կարողանում մեր ուզած տեմպերով զարգացնել։